Դոկ կուսակցության լրատվական հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության սպառնալիքի վերաբերյալ։ Ավելի քան 6 ամիս է, ինչ Վարդան Ղուկասյանը իր նկատմամբ հարուցված միգրացիոն վարույթի շրջանակում պահվում է վարչական կալանքի տակ ԱՄՆ միգրացիոն կալանքի հաստատությունում։ Վարչական կալանքն իր բնույթով նախատեսված է կարճաժամկետ ժամանակահատվածի համար։ Օրերի կամ շաբաթների կտրվածքով Վարդան Ղուկասյանը, սակայն, պահվում է փաստացի բանտային ռեժիմով, զրկված լինելով արևի լույսից և օրական 1 ժամից ավելի զբոսանքի հնարավորությունից։ Վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, արյան ճնշումը տևական ժամանակ գերազանցում է 200-ը։ Այս պայմաններում վարչական կալանքը վերածվել է հաշվեհարդարի և հավասարազոր է խոշտանգման։ ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային վճիռներով հստակ ամրագրված է, որ վարչական կալանքը չպետք է լինի անորոշ կամ անհամաչափ։ 6 ամսից ավելի կալանքը համարվում է անօրինական և հակասահմանադրական։ Բացի այդ, քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածը երաշխավորում է անձի ազատության իրավունքը և պահանջում, որ վարչական կալանքը լինի ողջամիտ և համաչափ։ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 16-րդ հոդվածը արգելում է ոչ միայն խոշտանգումները, այլև դաժանան մարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքը։ Վերը նշված հանգամանքները վկայում են, որ Վարդան Ղուկասյանի 6 ամսյա վարչական կալանքը, նրա պահման պայմաններն ու առողջության կտրուկ վատթարացումը հակասում են ինչպես ԱՄՆ ներքին իրավունքի պահանջներին, այնպես էլ միջազգային պարտավորություններին։ Իրավական պատասխանատվություն Վարդան Ղուկասյանի կալանքի պայմանների և դրա տևողության համար իրավական պատասխանատվություն են կրում միգրացիոն կալանքների քաղաքականության գլխավոր պատասխանատու մարմինը, անմիջական վերահսկող և վարչական կալանքի իրականացնող մարմինը, միգրացիոն դատարանների գործունեության վերահսկող մարմինը, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման պատասխանատու մարմինը։ Եզրակացություն Վարդան Ղուկասյանի վարչական կալանքը, որն արդեն գերազանցել է 6 ամիսը, ինչպես նաև վերջինիս նկատմամբ դրսևորվող անմարդկային վերաբերմունքը հակասում են ԱՄՆ Գերագույն դատարանի նախադեպային իրավունքի պահանջներին և միջազգային իրավական նորմերին։ Սույնով դիմում են վերոհիշյալ կառույցներին անմիջապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Վարդան Ղուկասյանի կյանքի և առողջության համար առկա ակնհայտ ու իրական վտանգի վերացման ուղղությամբ։ Վերջինիս իրավունքների պաշտպանությունն ունի ոչ միայն իրավական, այլև լայն հասարակական նշանակություն, հաշվի առնելով, որ Վարդան Ղուկասյանը մեծ թվով համակիրներ ու հետևորդներ ունի Միացյալ Նահանգներում և դրանից դուրս, հարգանքով Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյան։ Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցության հայտարարությունը։ Սիրելի հայրենակիցներ, Վարդան Ղուկասյանն իր ուղերձում վստահ աջակցություն է հայտնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Դոկ կուսակցությունը ևս միանում է այդ դիրքորոշմանը և կոչ է անում մեր ժողովրդին համախմբվել արդարության կողքին։ Վաղը, սեպտեմբերի 15-ին, բոլորիդ անխտիր հրավիրում ենք լինել ավան և նոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ։ Մեր ներկայությունը կլինի ժողովրդի հզոր ձայնը ի պաշտպանություն ճշմարտության և մեր եկեղեցու արժանավոր arczepiskopos-ի։ Եկեք միասին կանգնենք հանուն արդարության։ Դոկ կուսակցություն։ Հավելենք նաև, որ ավելի վաղ Գևորգ Գրիգորյանն, ով ժամանակառամանակ ակտիվ է լինում և հրապարակումներով է հանդես գալիս, խոսելով Վարդան Ղուկասյանի տարօրինակ դատավարության Հայաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների մասին, կրկին հանդես էր եկել ուղերձով, որից մի քանի հատված ներկայացնում ենք ձեզ։ Որպես քրիստոնյա լինելով իմ աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ես շատ անգամ փորձել եմ դա բարձրաձայնել, շատ անգամ մարդիկ հասկացել են, մարդիկ կամ որ չեն հասկանում, ինչա նշանակում աջակցել եմ և աջակցելու եմ, որովհետև ես ունեմ իմ բացատրության ձևը քրիստոնյա լինելով, քանի որ դա դժվար է աշխարհին հասկացնելը, բայց դա էլ իմ խնդիրը չի, ես բարձրաձայնում եմ, Աստվածաշունչն ասում է «Ովական ջունի թող լսի»։ Այո, իմ աջակցությունը լինելու է Վարդան Ղուկասյանի հանդեպ, որովհետև նա մեր հայրենակիցն է համար 1։ Ես ուզում եմ ասել, որ մեր սիրելի հայրենակիցներին, որ մարդիկ կարող է կարծեն ինչ-որ գևը հետին միտք կամ հետին պլան կամ ինչ-որ որևէ մի բան կարող եք դա, դուք ձեր միտքը ազատ է, կարող եք ձեր միտքը արտահայտվել ձեր մեջ ինչպես կարող եք, բայց ինձ, անձամբ ինձ և իմ անձին պետք չի ոչ մի շնորհակալական խոսքեր, որովհետև եթե մի բան պետք է անես ու սպասես, դա քրիստոնյա վայել չի։ Հենց սա է իմ և շատ աշխարհիկների
հագարակ գնալը հոսանքին, ես հագարակն եմ գնում։ Ես վերցնում եմ այսօր Վարդան Ղուկասյանի անձը, Նիկոլ Փաշինյանին և Կաթողիկոսին։ Ես փորձեմ երեքի մեջ գտնենք ինչ-որ լավ և վատ իմաստը և գանք մի եզրակացության, թե իմ ուզածը ինչ էր այս ամեն ինչի մեջ։ Ես խոստանում եմ, որ ասեմ, և դա միշտ եմ ես ասել, չի փոխվի մոտ ոչ մի բանը, որպես քրիստոնյա լինելով։ Նայեք, ես չեմ արդարացնում Վարդան Ղուկասյանի հայհոյանքները ամեն մեկս պետք է պատասխան տանք, թե հայհոյանքի համար, եթե տեղին չի, թե Աստծո առաջ։ Դա ես միշտ ասել եմ, դաժե Վարդանը, երբ որ նա դեռ ազատության մեջ էր, ես իրեն էլ եմ ասել, ես իրեն նորել եմ ասել, բայց դա չեն քննարկում։ Խոսենք Վարդան Ղուկասյան, Նիկոլ Փաշինյան և Կաթողիկոս։ Երեք վերցնում եմ, երեք շատ անձերի կարող եմ վերցնել, ուղղակի հիմա ակտուել այդ անձերին վերցնենք։ Ես չեմ տեսել Վարդան Ղուկասյանի մեջ, որ նա երկիր է վաճառել։ Ես չեմ տեսել մինչև այսօր Վարդան Ղուկասյանի մեջ, որ նա հրաման է տվել 5000-ից ավել երեխաներ սպանվելու։ Դեռ ոչ։ Վաղը թե ինչ կլինի այդ անձի հետ, ես չգիտեմ, Աստված գիտի, բայց ուղղակի ուզում եմ քննենք մի քիչ, սենց հասկանանք, որ մարդիկ տարբեր ուղիներ են վերցրել, պետք է հասկանանք, որովհետև 18 թիվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը եկավ սիրո և արդարության, եթե չեմ սխալվում, այդպես մի բան արեց, բոլորս այդ խայծը կերանք։ Հիմա ես ինչ եմ ակտիվ և ինչ եմ ուզում սրանով ապացուցած լինել։ Վարդանը հասավ մի բարձրության, որը ուներ շատ հզոր բանակ մարդկային, որ կարող էր դեղին հեռախոսը վեկալել և մարդկանցը ոտքի հաներ։ Իմ համար շատ կարևոր էր այս մարդը նույն մարդն է, ոնց որ Նիկոլն ասեց, ես ձեզ սիրում եմ, թե ինքը հակառակն է դրա, ինքը չի ասում սիրում եմ ձեզ, ես աթեիստ եմ, դա շատ ողջունելի է, ոչ թե որ ինքը աթեիստ է, որ մարդը ճշմարտությունն է ասել։ Ուղիղ եթերի վաղ էմոցիաների մեջ ինչ կարող է լինել, ես չեմ արդարացնում, բայց դա չի հիմա քննարկումը, որտեղ մենք ունենք ավելի շատ ծանր խնդիր և մեր դեմ դրված լինել չլինելու հարցը։ Հիմա նայեք, Վարդանը, որը որ ես ողջունում եմ, որ ես միշտ անգամ, ես դաժե նախքան իրան նստել ասեմ, լսինգեր, դու ավելի քրիստոնյա ես, քան շատ քրիստոնյաներ։ Ուղղակի քեզ ցավ են տվել, դու քո ցավից գոռում ես։ Դա ես ասել եմ իրան։